Պարոն Թորոսյան, ինչպես ասում են, լավ առիթով ենք հավաքվել եւ սահմանամերձ բնակավայրերի 16 միլիոնի ծրագրով նոր սահմանաչափ քվոտա ենք սահմանելու, բայց ոչ միայն սահմանամերձ։ Խնդրեմ ասեք կարճ քանի տամ մասին է խոսքը։ 3 խումբ քաղաքացիների համար կամ 3 խումբ շահառուների համար։ Ներողություն եմ խնդրում, նախ արձանագրենք, որ այս ծրագրով կառավարությունը ֆինանսավորելու է 1417 նոր տան կառուցում։ 1417 ոչ պակաս, որովհետև հիմա կասեմ ինչու, որտեղ առաջի խումբ քաղաքացիները դրանք են քաղաքացիներն են, որոնք նախկինում են ցանկացել օգտվել այս ծրագրից եւ ըստ էության գրեթե բոլոր թղթաբանությունը իրականացրել են, բայց չեն հասցրել մինչև ծրագրի ավարտը օգտվել եւ մենք նրանց հնարավորություն ենք տալիս ըստ էության վերջնականացնել գործընթացը, նրանք մոտ 400 քաղաքացիներ են, առնվազն 400, որպեսզի պարտ լինի մեր հանրությանը։ Հիմա առաջին տեղեկատվությունը մենք 1417 առնվազն քվոտա ենք սահմանում, որ մենք ֆինանսավորելու ենք հանրապետության մի շարք սահմանամերձ բնակավայրերում եւ մի շարք ոչ սահմանամերձ, կասենք հիմա ինչ բնակավայրերում, առաջին մեծ ինֆորմացիան հետեւյալն է 1417 առնվազն տան ֆինանսավորում բացում են կառավարության առաջիկա նիստում շաբթի օրը կընդունենք։ Շատ լավ։ Հիմա որ խմբերն են, առաջի ամենամեծ խումբը ամենամեծը չի, առաջի խումբն է ըստ բանի, երկրորդն է ամենամեծը, նոր քվոտան ավելի մեծ է։ Հա, նոր քվոտան ավելի մեծ է, ասված։ Առաջի խումբը դա մոտ 400 շահառուներն են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից, որոշակի Այսինքն կներեք իրականում սկսել են գործընթացներ, բայց իրականում մի մասը ճանապարհի 30%-ն անց է, մի մասը 50, մի մասը նույնիսկ 99, բայց չի հասցրել։ Եվ նրանց ճնշող մեծամասնությունը մեծ մասը անցել է եւ հիմա եթե թույլ տաք ասեմ որոնք են այն քաղաքացիները կամ այն շահառուները, որոնք բավարարում են բոլոր պարամետրերին ծրագրի, այնտեղ պարամետրեր կան երեխաների եւ տարիքի ամուսինների եւ շինթույլտվությունը ստացել են մինչեւ 2025 թվականի մայիսի 1-ը։ Այսինքն հասցրել են շինթույլտվությունը ստանալ, բայց չեն կարողացել դիմել եւ վարկավորումը ստանալ բանկի միջոցով։ Եվ այն քաղաքացիները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև կրկին 2025 թվականի մայիսի 1-ը հողամաս են ձեռք բերել, կամ հողամասի սեփականության իրավունքն են գրանցել, դա կարող է լինել ժառանգություն, նվիրատվություն եւ մեր ունեցած մեր հավաքած տվյալների համաձայն համայնքներից ուղղակիորեն վերցված նրանք 400 են։ Ես դրա համար եմ ասում, բայց կարող է թիվը փոխվի 10 հոգի ավելի շատ լինել, ոչ պակաս, եւ այս քաղաքացիների համար քվոտան գործելու է ուղիղ այն համայնքում, որտեղ որ այդ շինթույլտվությունը ստացել են, հողամասը ձեռք են, այսինքն որևէ սահմանափակում չկա։ Սա ինչու եմ ասում, որտեղ հաջորդի դեպքում մենք որոշակի փոփոխություններ ենք, այսինքն եթե Պարոն Թորոսյան, որպեսզի բարձր լինի մարդկանց, այսինքն խոսքը այն 400 քաղաքացիների մասին է կամ այն քաղաքացիների մասին է, որոնք մի ամսաթվի դրությամբ շինթույլտվությունը արդեն ստացած են եղել։ Որն է այդ ամիսը? 01/05/2025, մայիսի 1-ը 2025 թվականին։ Մայիսի 1-ի դրությամբ շինթույլտվություն ունեն։ Դա մի խումբ այդ 400-ի մեջ։ Եվ մյուս խումբը, որը միգուցե դեռ չի հասցրել ունենալ շինթույլտվություն, դա այն քաղաքացիներն են, որոնք հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել են 2024 թվականի հունվարի 1-ից կրկին մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում։ Սա ինչու ենք նաև հաշվի առել, որտեղ ակնհայտորեն դա նշանակում է, որ քաղաքացիները ցանկացել են օգտվել ծրագրից, որտեղ եթե օրինակ իրավունքի գրանցումը եղել է 10 տարի։ Բայց ինչ գիտենք, այդ ծրագրի համար են վերցրել թե չէ։ Այդ կանխավարկածով են առաջնորդում այդ գյուղերում եւ բնակավայրերում եւ նաեւ մենք գիտենք, որ այդ քաղաքացիները սովորաբար դիմաց են լինում բանկ իրենց վարկավորումը ստանալու համար, փաստաթղթեր հավաքելու ինչ-որ process-ում են տեղի ունեցած ընդգրկված լինում։ Այդ երկու խումբ քաղաքացիներն են, որոնց համար մեր հաշվարկներով առնվազն 400 քվոտա ենք նախատեսում, որ կառուցվել է այստեղ։ Հիմա սիրելի այն մեր սիրելի քաղաքացիներ, ովքեր սահմանամերձ բնակավայրերում հասցրել էին
Միջև ծրագրի ավարտը, որ 2025 թվականի մայիսի 1-ը ունենալ շինթույլտվություն, այսինքն հողամաս եւ այլն նախորդ շրջանում ամբողջը անել եւ 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ հող ձեռք բերել եւ սեփականության գրանցում իրականացնել նախապատրաստվելու համար այս ծրագրին։ Հիմա մեր հաշվարկներով դուք սիրելի հայրենակիցներ այդպիսի 400 ընտանիք եք եւ ինչպես տարբեր առիթներով առիթ ունեցել էի ասելու, որ մենք կբացենք ծրագիրը, հիմա ձեզ համար այդ ծրագիրը բացվում է եւ հիմա սեզոնն էլ հետն է բացվում շինարարության, հիմա կոչ ենք անում, որպեսզի կամաց սկսեք, բայց պարոն Թորոսյան, հիմա այդ մարդիկ ինչ պետք է անեն։ Ընթացակարգով բանկին դիմում են վարկավորման գործընթաց։ Այսինքն ենթադրում է իրենք արդեն նախկինում հաղորդակցություն բանկի հետ ունեցել են, պետք է հարցեր կլինի, մենք միշտ պատրաստ ենք ուղղորդելու, բայց հիմնականում բանկի միջոցով է, բանկերը գիտեն այդ գործընթացը, մենք ունենք նաև կայքում տեղեկատվություն, որ բանկերն են աշխատում այս ծրագրի շրջանակներում, բայց վստահ եմ այս մեր քաղաքացիները ամենալավ գիտեն այդ ամեն ինչը, նորերին ավելի շատ պետք է ուղեկցենք։ Շատ լավ, ուրեմն 400 սիրելի ընտանիքներ, ձեր գործերը կարգավորվեց, ձեր հարցերը լուծվեց։ Հիմա հաջորդ իմիջիալոց կարող է, եթե պարզվի, որ օրինակ 400 չի, մենք տեղեկություն ունենք սխալա 450-ը կամ 500-ը, դա չի փոխում, բոլորի հարցերը ընթացքը ապահովում ենք։ Հաջորդ խումբը։ Պարոն վարչապետ, հաջորդ խումբը, քանի որ մենք ցանկություն ունենք նաև համաչափ զարգացնել մեր գյուղական բնակավայրերը եւ սահմանամերձ եւ ոչ սահմանամերձ, մենք փորձել ենք վարժություն իրականացնել, թե որտեղ նոր քվոտաները բացենք եւ մի այսպիսի բանաձև ենք կիրառել, որ այն բնակավայրերում, որտեղ բնակչության թվի համամասնությամբ 10%-ից ավել տուն է կառուցվել, այդ բնակավայրերում նոր քվոտա չենք սահմանում։ Եվ սահմանում ենք միայն այն բնակավայրերում, որտեղ 10%-ից քիչ տուն է կառուցվել, այսինքն նախնական։ Այսինքն ենթադրենք այն գյուղում, որտեղ կա 100 տուն, բայց ծրագրով կառուցվում է 30-ը, այդտեղ նոր քվոտա չենք տալիս, բայց այն բնակավայրում, որտեղ կա, ասենք 100 տուն, բայց կառուցվել է 7-ը, այդտեղ նոր քվոտա է սահմանում առնվազն 10 տան չափով։ Ոչ թե, ասենք տարբերության չափով 3-ն, առնվազն 10 տան չափով, կան համայնքներ, որտեղ շատ, կան գյուղեր, որտեղ շատ մեծ են թվերը, կան գյուղեր, որտեղ ուղիղ 10 է, տարբեր 32, 17, 41, 49, շատ։ Պարոն Թորոսյան, ես կարամ գնամ այդ գյուղերից մեկում տուն սարքեմ։ Մտքովս կարող էիք, բայց այս նոր կառավարության փակեցիք հնարավոր։ Ինչի՞ չեմ կարող։ Որտեղ նաև մենք լսել ենք մեր այդ բնակիչներին, գյուղական բնակավայրերի, որոնք որ նաև թեև դա էլի ված չի, որ մեր քաղաքացիներ տարբեր տեղեր։ Եվ նախորդող շրջանում գնայի մի գյուղում տուն սարքեի, ված կլինի։ Խնդրել են, որ հնարավորինս իրենք կարողանան օգտվել այդ ծրագրից, եւ մենք մի նախապայման ենք դրել, որ նոր քվոտաներից, միայն նոր քվոտաներից, դա շատ կարևոր է, նախկիններին չի վերաբերվում։ Այն խմբի մասին խոսեցինք իրանց հարցը։ Կարող են օգտվել այն քաղաքացիները կամ այն ընտանիքները, որտեղ ամուսիններից մեկը կամ եթե միայնակ մայր է, դա նոր տարբերակ է, ասեմ, ունի առնվազն 1 տարվա հաշվառում այդ համայնքում։ Իսկ ամուսինների տարիքային գումար, երեխա ունենալու հանգամանք կամ պետքա լինի ընտանիքում անչափահաս երեխա, կամ ամուսինների հանրագումարային տարիքը, եթե դեռ չունի երեխա, չպետք է գերազանցի 75 տարեկանը, եւ նաեւ նոր շահառուների խումբ ենք ավելացրել, եթե կարճ ասեմ միայնակ մայրերին, հա, որովհետեւ մենք ունենք ID կատեգորիա, երբ որ ամուսինը կամ կինը մահացած է լինում, բայց կան հիմա բազմաթիվ ընտանիքներ, հատկապես կանայք, որոնք որ ամուսնական կարգավիճակ չունեն որևէ եւ իրենց հնարավորություն տալու այս ծրագրով, բայց նույն պայմաններով, որ տանը պետք է լինի անչափահաս երեխա։ Այս 774 քվոտայի դեպքում։ 774 քվոտայի դեպքում։ Եվ հիմա մենք կարող եմ ասել նաև թե որ գյուղերի մասին է խոսքը, որ բնակավայրերի։ Բերդ Տավուշի մարզի Բերդ բնակավայրի Այգեձորում 32 տուն, Այգեպարում 17 տուն,
Արծվաբերդում 41 տուն, Մովսեսում 49 տուն, Չինարիում 24 տուն, Չորաթանում 13 տուն, Պառավաքարում 17 տուն, Վերին Կարմիր աղբյուրում 34 տուն։ Միայն Բերդ համայնքում 227 Բերդ խոշորացված համայնքով 227 էս քվոտա է, որովհետև կիսատ չէ, էս առաջի 400-ում էլ ոնց լինի մարդիկ կլինեն։ Սա Բերդ խոշորացված համայնքում։ Նոր քվոտան է սա։ Նոյեմբերյան խոշորացված համայնքում Բարեկամավանում 10 տուն, Ոսկեվանում 21 տուն, 31 տուն։ Իջևան խոշորացված համայնքում Ազատամուտում 79 տուն, Կայան ավանում 10 տուն, մենք Կայան ավան ենք ասում այդ։ Վազաշենում 14 տուն, ընդհանուր 103 տուն։ Եվ Տավուշի մարզում ընդհանուր 361 տուն։ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում Բարձրավանում 10 տուն, Խնձորեսկում 12 տուն, Շուռնուխում 10 տուն, Որոտանում 10 տուն։ Որոտանի ճանապարհն է սարքել ենք, հոյակապ ճանապարհ, ինչքան ես գիտեմ, էլի։ Ինձ ասել են ոնց որ սարքել ենք, վերջին անգամ որ գնացել եք կիսատերդեր։ Կապան խոշորացված, Գորիս խոշորացված համայնքում ընդհանուր 42 տուն։ Կապան խոշորացված համայնքում Բարգուշատում 10 տուն, Գեղանուշում 10 տուն, Գոմարանում 10 տուն, Դավիթբեկում 16 տուն։ Այն օրը մեր հանդիպման ժամանակ ոնց որ մի քաղաքացի հենց Դավիթբեկի մասին էր ասում։ Դիցմայրիում 10 տուն, Եղվարդում 10 տուն, Խդրանցում 10 տուն, Ծավում 10 տուն, Կաղնուտում 10 տուն, Ճակատենում 10 տուն, Ներքին Հանդում 10 տուն, Շիկահողում 10 տուն, Սզնակում 10 տուն, Սյունիքում 10 տուն, Սրաշենում 10 տուն, Վարդավանքում 10 տուն, Ուժանիսում 10 տուն։ Կապան խոշորացված համայնքում ընդհանուր առմամբ այս քվոտայով 176 տուն։ Եթե թույլ տաք, պարոն վարչապետ, մեր ամենակիչ օգտագործված համայնքն է Կապան համայնքը, կոչ անենք մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել եւ սպառել այս քվոտաները։ Այո։ Տաթև խոշորացված համայնքում Խոտում Տաթևի Խոտ գյուղում Տաթևի Խոտ գյուղում 10 տուն, 10 քվոտա, տեղ խոշորացված համայնքում Արավուսում 10 տուն, Խնածախում 19 տուն, Խոզնավարում 10 տուն, Կորնիձորում 19 տուն, Վաղատուրում 10 տուն, Տեղում 25 տուն, Քարաշենում 10 տուն։ Տեղ խոշորացված համայնքում 103 տուն։ Միայն Տեղում 103 տուն, պարոն վարչապետ, որ պատկերացնենք ինքը գյուղական համայնք հաստատության եւ 103 տուն այդ բոլոր ու մեզ բոլորիս շատ քաջ հայտնի այդ գյուղական համայնքներում։ Շատ լավ, ուրեմն Գեղարքունիքի մարզի Ճամբարակում Ճամբարակի խոշորացված համայնքում Վահանում 21 տուն եւ Վարդենիսում Ներքին Շորժա 10 տուն, Նորաբակում 10 տուն, Վերին Շորժայում 10 տուն, ընդհանուր առմամբ 30 տուն եւ Վայոց ձորի Վայք խոշորացված համայնքում Բարձրունիում 10 տուն, Խնձորուտում 11 տուն, ընդհանուր առմամբ Վայքում 21 տուն, ընդհանուր այս քվոտայով 774 տուն։ Հիմա հաջորդ էլի քվոտա ունենք, ճիշտ է։ Մենք շատ ենք խոսել մեր տարբեր նախարարությունների կամ ռազմավարությունների համատեղման մասին եւ հատկապես դպրոցաշինության եւ մեր 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի մասին, ու մենք արդեն ունենք նախադեպ դրա պիլոտային ծրագրի, եթե կարելի ասել, դա Վայք համայնքի Գոմք, որը ըստ էության բարեհաջող տեղի ունենում իր տարբեր առանձնահատկություններում ծրագրի ընթացքում իհարկե կան այն իմաստով, որ կան քաղաքացիներ ուզում են օգտվել, բայց չեն համապատասխանում կրիտերիաներին, չափանիշներին, բայց մենք էլ չափանիշները բոլորի համար ենք սահմանում, շատ դժվար է ինդիվիդուալացնել, հա, ինչ որ մեկի համար առանձին կրիտերիա սահմանել։ Եվ սա ըստ էության հիմա փորձում ենք տարածել բոլոր նմանատիպ դպրոցներով համայնքների վրա,
հետևյալ տրամաբանության։ Մենք ունենք էլի նորակառույց, արդեն կառուցված կամ կառուցվող դպրոցներ, որոնք կառուցվում են կամ կառուցվել են նստավարած նախագծային փուլում են կամ շինարարության փուլում են, բայց որտեղ աշակերտների թվաքանակը լիցենզիոն, այսինքն ինչքան կարող է դպրոցը ընդունել, ավելի բարձր է, քան եղած գյուղական բնակավայրում եղած աշակերտների թիվը։ Եվ մենք որոշել ենք, որ 50%-ից պակաս, եթե դպրոցի տեղերը լրացված գյուղ կա, ապա այդ 50-ի 20%-ի չափով քվոտա ենք տալիս։ Եվ հետևաբար ցանկը ընդլայնվում է արդեն շատ տարբեր մարզերում, դրանք արդեն սահմանամերձ բնակավայրեր չեն, եւ եթե ուզեք կարող եմ դա ընթերցել մեր քաղաքացիների համար 243 քվոտայի մասին է ու մի ճշգրտում էլ անեմ, ավելի շուտ ավելացում, նախատեսել է նաև քվոտա այն հարակից բնակավայրերի համար, որոնք օգտվելու են այդ դպրոցից։ Այո, շատ կարծում եմ հույս ունենք, դե գոմքես տպավորությունները, որ նախնականված չեն, հիմա այս նոր քվոտայով 16 միլիոնի ծրագիր է բացվում հետևյալ գյուղերում, ուրեմն Թալին խոշորացված համայնքում Արագածոտնի մարզի, Լուսականում 13 տուն, Հացաշենում 10 տուն, Սորիկում 10 տուն, ընդհանուր առմամբ եղավ Թալինում 33 տուն, Գեղարքունիքի մարզում, Վարդենիս խոշորացված համայնքում, Ավազանում 10 տուն, Արփունքում 10 տուն, ընդհանուր 20 տուն, Մարտունի խոշորացված համայնքի Լեռնահովիտ բնակավայրում 14 տուն, Վայոց ձորի Վայք խոշորացված համայնքի Գոմքում, շարունակվում է, որտեղ դեռ այդ նոր քվոտա ենք տալիս, այսինքն Գոմքին 14 տուն եւ Արենի խոշորացված համայնքի Չիվա բնակավայրին 19 տուն, Տավուշի մարզի Իջևանի Կիրանցին եւս 10 տուն եւ Աճարկուտին 10 տուն, Նոյեմբերյանի Դովեղ բնակավայրին 11 տուն, Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Հագվի բնակավայրին 10 տուն, Ամոճ բնակավայրին 10 տուն եւ Տաշիր խոշորացված համայնքի Մեդովկա բնակավայրին 18 տուն, Սյունիքի մարզի Սիսյան խոշորացված համայնքի Գորայք բնակավայրին 20 տուն, Ծղուկ բնակավայրին 15 տուն, Իշխանասար բնակավայրին 17 տուն եւ Շաքի բնակավայրին 22 տուն։ Հայկական վարչապետ եւ եթե թույլ տաք ասեմ տարբերությունները այս քվոտայի նախորդ քվոտաների, այստեղ երեխայի տարիքի այլ սահմանափակում կա, ուղիղ այլ տրամաբանությամբ թե ինչու ենք տալիս այս քվոտան, որպեսզի երեխաների թիվը լրանա դպրոցում եւ նաեւ երեխաները որակյալ կրթություն ստանան այդ նորակառույց դպրոցներում, այստեղ պարտադիր պայման է, որ երեխայի տարիքը լինի 10 տարեկանից ցածր շահառու դառնալու համար եւ բացատրենք մեր քաղաքացիներին ինչու, որովհետեւ շահառու դառնալը, տունը սկսել նախագծել, կառուցելը տևում է մոտավորապես 2-3 տարի, եթե շատ միջինացված, ասենք, եւ շատ կարեւոր է, որ այդ երեխաները, որոնք պոտենցիալ այդ դպրոցի աշակերտ պետք է դառնան, իրենք մի քանի տարի սովորեն գոնե այդ դպրոցում, դրա համար ավելի ցածր տարիք ենք վերցրել, քան օրինակ Գոմքի պիլոտային ծրագրում, որը 13 տարեկան էր, 13 տարեկան էր սահմանված, բայց իհարկե ծրագրի դինամիկ է եւ մենք ընթացքում կնայենք օգտագործելիությունը եւ համապատասխան որոշումներ կկայացնենք, եթե դրա կարիքը լինի իհարկե։ Դե հիմա փաստացի այս հատվածով ստացվում է, որ մենք ինչի մասին խոսում ենք, որ ծրագիրը կողմած պետք է տրանսֆորմացնենք, մի փոքր այլ բովանդակությամբ օժտվենք, սկսում ենք, ու մտքեր կան, բայց կզարգացնենք, ավելի մի հատ ընթացքին հետևենք եւ հետո ավելի մանրամասն կխոսենք։ Պարոն Թորոսյան, իսկ այս պայ դրությամբ այս ծրագրով քանի տուն է, որ ավարտվել է հանրապետությունում, մարդիկ ապրում են մեջ։ Տեսեք, ավարտական ակտ
ունեցող, որը մեր համար պետության համար Դե յուրե ակտը 272 տուն է, բայց մենք գիտենք բազմաթիվ տներ, որ ավելի շատ են ավարտված եւ ապրում։ Լավ, այդ ավարտական ակտով ֆիքսենք 200 ընթացում է այդ փաստաթղթային պահը։ Հիմա բայց նաև պետք է Աստացի 2272 տան մասին խոսքը ներառյալ ավարտվածները պրոցեսում կամ ավարտված կառուցման process-ում կամ ավարտված, բայց մենք ունենք 2319 հաստատված ծրագիր։ Այո, ավելի շատ կան հաստատված, բայց այդտեղ որոշ քաղաքացիներ պարզապես առաջ չեն գնացել, հա, գործընթացով հաստատվել է, բայց վարկը չի տրամադրվել։ Ինքը դեպս շահառու բավարարում է, բայց գործընթացը Այսինքն իրական կյանքում մենք ունենք process 2272 տան։ Այսինքն մենք հանրապետությունում սահմանամերձ եւ հիմա արդեն ոչ սահմանամերձ բնակավայրերում կառուցում ենք 2272 պլյուս 1400, այսինքն եղավ չէ 4000-ից ավել տուն է ստացվում։ Հիմա այս նոր ծրագիրն էլ չէ, որ գումարում են 3820 տավորապես կա։ Այսինքն 2300 գումարած 1400 Հա 3700 տուն ենք մենք կառուցում հանրապետության տարբեր բնակավայրերում պետական բյուջեի միջոցների հաշվին, բայց կարևոր է նաև արձանագրել, թե մենք որտեղ ինչա տեղի ունենի։ Նույն Տավուշի մարզի Բերդ բնակավայրի, Արծվաբերդում 41, Այգեձորում 29, որ հիմա կառուցվում է կամ կառուցվածքներն էլ հետ է։ 41 Արծվաբերդում, Այգեձորում 29, ներքին կարմիր աղբյուրում 34, վերին կարմիր աղբյուրում 15, Չորաթանում 12, Պառավաքարում 26, Չինարիում 6, Մովսեսում 1, Բերդ խոշորացված համայնքում 164 տուն, Իջևան խոշորացված համայնքում Ազատամուտում 4, Բերքաբերում 103, Բերքաբերը համարյա կրկնապատկվում է յուղ իրաչափերում, Իրանցում 58, Այգեհովիտում 179, Սարիգյուղում 118, Սևքարում 174, Վազաշենում 8, Ծաղկավանում 50։ Ընդհանուր առմամբ Իջևան խոշորացված համայնքում 694, Նոյեմբերյան խոշորացված համայնքում Բաղանիսում 59, Բարեկամավանում 1, Ոսկեվանում 14, Ոսկեպարում 56, Կողբում 277, Կոթի 69, Բերթավանում 181, Դովեղում 15, Նոյեմբերյան խոշորացված համայնքում 672, Գորիս խոշորացված համայնքում Քարահունջում կառուցվում է 51, Խնձորեսկում 39, Ներքին Խնձորեսկում 8, Բարձրավանում 1, Հարթաշենում 18, ընդհանուր առմամբ 117 տուն, Կապան խոշորացված համայնքում Ճակատենում 2, Ծավում 1, Շիկահողում 1, Դավիթբեկում 3, Հագարակում 4, Եղվարդում 3, Սյունիքում 9, Վարդավանքում 1, Խդրանցում 1, 25 ընդամենը մեր ամենապասիվ համայնքն է Կապանը։ Տեղ խոշորացված համայնքում Խոզնավարում 1, Քարաշենում 9, Կորնիձորում 9, Տեղում 32, Վաղատուրում 2, 53 տուն ընդհանուր առմամբ, Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձորում 10 տուն եւ Տաթև խոշորացված համայնքի Խոտ բնակավայրում 20 տուն եւ Վայոց ձորի Արենիում 221 տուն երկրորդ տեղն Արենի եւ Խաչիկում 41 տուն, երկուսի թվերն լավն է։ Վայքի Գոմք բնակավայրում 24 տուն եւ ուսուցչի 3 քվոտա։ Դեռ 3 քվոտա էլ կա, ասել հրավիրում են ուսուցիչներին այդտեղ։ Ուրեմն Վայքի Բարձրունի բնակավայրում 5, Սերս բնակավայրում 6, Խնձորուտում 2, Նոր Ազնաբերդում 2, ընդհանուր առմամբ Վայք խոշորացված համայնքում 49 տուն եւ Գեղարքունիքի մարզի Վարդենից խոշորացված համայնքի Սոտքում 74, բայց չի Սոտքը, ակտիվը, Ազատում 15, Ութում 8, ներքին շորժայում 1, վերին շորժայում 2։ Ընդամենը Վարդենից խոշորացված համայնքում 100 տուն եւ Ճամբարակում
Ճամբարակում Վահան գյուղում 8 տուն եւ Արարատ խոշորացված համայնքի Երասխում 75, որը էլի բավականին լավ թիվ է եւ Պարուսևակում 70, որը էլի վատ թիվ չի, նա Պարուսևակի դպրոցն էլ արդեն պատրաստ է հեսա։ Շատ լավ, շատ լավ։ Պարոն Թորոսյան, մեկ էլ մի հարց, որ մեր այցերի ընթացքում մարդիկ բարձրացնում էին, հետևյալներ, որ բանկի վարկի սև ցուցակում եւ այլնելը այս ծրագրի վրա չի ազդում, ճիշտ է, թե ազդում է։ 16 միլիոնի չափով, քանի որ երաշխավորող պետությունն է, ապա այդքանի չափով որևէ կերպ նախկին պատմությունը չի ազդում, բայց շատ քաղաքացիներ կան, որ հիմա է դե այս տների մի զգալի մասը շատ ավելի գումարով են կառուցվում, քան 16 միլիոնը, որտեղ քաղաքացին իրենց կողմից նաև ավելացնում են գումարը, այդ ավելացված մասով բանկը իհարկե նայում է նաև քաղաքացու նախկին պատմությունը եւ հնարավոր է մերժումներ լինեն, բայց 16 միլիոնի ուղիղ 16 միլիոնի չափով նախկին պատմությունը կարևոր չի։ Այսինքն մենք այդ հնարավորությունը ստեղծել ենք, որ մարդը ասում է, ես 16 միլիոնը տալիս եք, ես 5 միլիոն կամ 10 միլիոն ավելացնում եմ, ավելի մեծ տուն եմ կառուցում եւ այդ հնարավորությունը մենք ստեղծում ենք միայն այդ պարագայում, որ մենք բան ենք անում, բանկի հետ կապված խնդիր կարա ծագի։ Հիմա եւ հետեւաբար հաշվեցի, որպեսզի ճշգրիտը լինի, այս պահի դրությամբ հիմա որը կհաստատենք եւ արդեն ընթացքի մեջ ծրագրերով 3689 տան մասին է խոսքը, իհարկե թվերը կարող են ավելանալ, որովհետեւ առաջին քվոտայով մենք վստահ չենք, որ ճշգրիտ թիվ գիտենք, ինչքան կլինի բոլորինը կապահովենք։ Ոնց որ թե բան բաց չթողեցինք, կառավարության նիստում եք խոսենք, եթե հանկարծ բան բաց թողածել լինենք, կառավարության նիստում էլ կխոսենք։ Ոչ անենք ակտիվորեն մասնակցեն մեր քաղաքացիները, որտեղ նախկինից այդ քիչ փաստացի երկրորդ քվոտան դա այն բնակավայրերում է, որտեղ քիչ են կառուցել եւ մենք նաեւ խնդիր ունենք այդ համաչափությունը ապահովելու, որպեսզի չստացվի միտեղ 200 տուն է կառուցվել, միտեղ 2 որ մեր բոլոր գյուղերը շնչան ապրեն ըստեղության։ Այո, մենք խոշոր բնակավայրեր ունենք, որ հիմա միեզնից մի քիչ կնեղանան, թե ինչի իրանց համար քվոտ, բայց այդտեղի ով շինթույլտվություն ունի, իրանց է բացում ենք։ Հա, որովհետև մենք հիմա ուզում ենք կենտրոնանանք մի քիչ փոքր գյուղերի վրա, որ իրանք մի քիչ մեծանան, ավելի ինքնավստահ դառնան, կարծում ենք ճիշտ է։ Այսքանը ինչ հանդիպում։